երբ Պետրոսն այս բանը տեսավ, ժողովրդին ասաց. «Ով իսրայելացիներ, այս բանի վրա ինչու եք զարմացել կամ ինչու ակնապիշ մեզ եք նայում, որպես թե մեր անձի զորությամբ կամ քաջությամբ քայլել տված լինեինք դրան։ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, մեր հայրերի Աստվածը փառավորեց իր որդուն Հիսուսին, որին դուք մատնեցիք և Պիղատոսի առաջ ուրացաք, երբ նա որոշել էր նրան ազատ արձակել։ Եվ դուք սրբին ու արդարին ուրացաք ու խնդրեցիք, որ մի մարդասպան շնորհվի ձեզ, և սպանեցիք կյանքի առաջնորդին, որին Աստված մեռելներից հարություն տվեց, և այդ բանին մենք իսկ վկա ենք։ Հիսուսի անվան զորությունը բժշկեց այս մարդուն, որին տեսնում եք և ճանաչում, որովհետև նրա անվանը հավատաց։ Եվ Հիսուսի միջոցով եղած հավատն է, որ սրան տվեց այս առողջությունը ձեր բոլորի ներկայությամբ։ Եվ արդ եղբայրներ, գիտեմ, որ անգիտությամբ արեցիք դուք, ինչպես և ձեր իշխանավորները, բայց ինչպես որ Աստված նախօրոք հայտնել էր բոլոր մարգարեների բերանով իր Քրիստոսի չարչարվելը, այդպես էլ կատարեց։ Արդ ապաշխարեցեք և դարձի եկեք ձեր մեղքերը ջնջելու համար, որպեսզի հանգստի ժամանակները գան Տիրոջ ներկայությունից, և որպեսզի նա ուղարկի Հիսուսին, որ ձեզ համար վաղօրոք սահմանված է Քրիստոս, որին երկինքը պետք է ընդունի մինչև բոլոր բաների վրա հաստատվելու ժամանակները, այն բաների, որոնց մասին Աստված խոսեց իր սուրբ մարգարեների բերանով։ Մովսեսը մեր հայրերին ասաց. «Ձեր Տեր Աստվածը ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե պիտի հանի ձեզ համար. նրան պիտի լսեք ամեն ինչում, ինչ էլ որ նա ձեզ ասի, և ամեն մարդ, որ այդ մարգարեին չլսի, ժողովրդի միջից պիտի բնաջնջվի»։ Եվ Սամուելից սկսած բոլոր մարգարեներն էլ, որ խոսեցին, պատմեցին նաև այս օրերի մասին։ Դուք եք որդիները մարգարեների և այն ուխտի, որն ուխտեց Աստված մեր հայրերի հետ ու ասաց Աբրահամին. «Երկրի բոլոր ազգերը քո սերնդով պիտի օրհնվեն»։ Աստված նախ ձեզ համար հարություն տվեց իր որդուն և ուղարկեց նրան, որ օրհնի ձեզ յուրաքանչյուրիդ հետ դարձնելու համար ձեր չար գործերից։